արձանագրենք, որ սահմանազատման առաջին փուլում ամենատարբեր բաներն էին ասում։ Այն ինչ որ ես ձեզ այստեղ ասեցի, ամեն ինչն են եղավ, ոնց որ ես ասացի։ Հաստատ։ Հիշում եք, չէ՞, որ նաև մարդիկ կային այսօրվա եւ նորվա անդիմությունից, որ եկել էին, էս էին ասում, սենց ալնելու են ասում, էսա խափում, ենա խափում, ենա խափում։ Ես ոնց որ ասեմ, ճշգրիտ 100%-ով սենց ալ, տենց ա եղել, թե տենց չի եղել։ Հիմա առաջիկայում ես ամենակարևոր խնդիրներից մեկը համարում եմ, որ սահմանազատման գործընթացները ավարտին հասցնենք պատմականորեն, որ ոսկեպարծի այս երեխեքին համար կիսատ գործ չթողենք, որովհետև դա ամենավատ բանն է, որ գցենք եկուց, տնանք նոր տարուց հետո ինչ կլինի, այն վաղտ ինչ կլինի, այն վաղտ ինչ կլինի, այն վաղտ ինչ կլինի, ու հետո այս երեխեքը մեծանալու են, հետ են պտտվելու, ասելու են, մեր հերերը, մեր պապերը, մեր մասին մտածել են, թե չեն մտածել։ Եթե մտածել են, ինչ են այդ կիսատ պռատ հարցերը ժառանգել մեզ։ Ես այսօր ասում եմ, հասկանալով ոչ բարդությունը, ես 2024 թվին հայտարարություն արեցի, ասի մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք։ Ինչի, որովհետև ես հասկացա, ենթադրենք եկեք պատկերացնենք շարունակվում է Ղարաբաղի շարժումը։ Ինչ է ալնելու, ինչ էր ելնելու։ Եվս 10 տարի, 20 տարի, 30 տարի առնակամ լինող Հայաստան եւ արդյունքում այդ հարցերի լուծում չէր ստանալու։ Որովհետեւ առնվազն այն պատկերացումներով, ինչ պատկերացումների մեզ 30 տարի բան են արել։ Ներշնչել են, թե դա բանը, ամենատարբեր մանիպուլյացիաներով։ Այսօր էլ մեզ ասում են, այս սենց էր լուծվելու, նենց էր լուծվելու, նենց էր, ասում ենք լուծեր, թող լուծվեր, ով էր խանգարում։ 30 տարի 2018 թվականից 91 թվից 2018 թվականը, հա։ Իշխանության եք եղել, լուծեիք, բա լուծեիք, ով էր ձեռներներդ բռնել։ Ոչ մեկ ձեռներները չէր բռնել։ Ընդհակառակը, լուծման տարբերակը, իրանք ինչ տարբերակի մասին են մտածել։ Իրանք այդ ամենագովական տարբերակն եղել այն, որ մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք։ Եթե մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, ուրեմն չի նշանակում, որ ընդունում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Բայց թե Ադրբեջանինը չի, ինչ ես քո հողի մի մասը տալիս, որ են վերցնես։ Այդ չի տրամաբանությունը։ Այսինքն եթե մենք ասում ենք, այս իմ 1000 ներողություն կոռեկտ կարա չլինի, ասում եմ իմ ժամացույցը քեզ տամ, դու քո ժամացույցը տուր ինձ։ Դրանով չես չեմ ընդունում, որ քո թևի ժամացույցը քոնն է, կամ այն ժամացույցը, որ ես ուզում եմ, քոնն է, հակառակ դեպքում իմը ինչ եմ քեզ տալիս։ Այս է եղել ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Եվ այս ճշմարտությունը ընդունելու եւ ճանաչելու համար դուխ է պետք եղել, ուժ է պետք եղել, կամք է պետք եղել։ Ես այդ կամքը ցուցաբերել եմ հանուն այն երեխեքի։ Սահմանազատումը անելու համար կամք է պետք ցուցաբերել։ Հանուն այն երեխեքի ես այդ կամքը ցուցաբերել եմ, որտեղ ես հիշում եմ մարդկանց ագրեսիվությունը, այդ թվում ոսկեպարում, եւ հասկացել եմ դա։ Հասկացել եմ, ես ոչ մեկին ոչ մի բանի մեջ չեմ մեղադրում, ընդհակառակը։ Դա լավ հնարավորություն էր, որ ես գայի, կիսվեի, խոսեի, պարտավորություններ ստանձնեի եւ ուրախ եմ, որ այսօր ոնց ասել եմ, նենց էլ եղել է։ Հիմա մենք սահմանազատումը պետքա շարունակենք։ Պետքա շարունակենք եւ այդ սահմանազատումը պետքա ունենա սկզբունք։ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքը պետքա սահմանազատման արդյունքում ֆիքսվի։ Սահմանազատման process-ում կան պրոբլեմատիկ հատվածներ, դուք գիտեք, դրա մասին խոսել ենք, փոխադարձ մխրճվածություններ եւ այլն եւ այլն։ Եվ ոնց ենք այդ հարցերը լուծելու։ Ես մտածում եմ սենց կա երկու մոտեցում։ Մոտեցում 1, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներքուստ տրամադրված են պրոբլեմներ ստեղծել իրար համար, որ մի 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո պրոբլեմը նորից գլուխ բարձրացնի։ Եվ երկրորդ տարբերակը, որ Հայաստանն էլ Ադրբեջանը ասում են վերջես պատմությունը պետքա փակել եւ սահմանազատումն էլ պետքա անենցանել, որ էլ երբեք հարց չծագի, էլ երբեք կոնֆլիկտի համար ոտի տեղ չլինի, հենման կետ չլինի։ Իմ ընկալում է նա, որ process-ը զարգանում է այս երկրորդ ուղղությամբ, որ նստելու ենք խոսանք,
Ոնց ենք անում, որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքը եւ իրանց տարածքն են, իրանց տարածքի առանձնահատկությունն է նա, որ Կասպից ծովը բարձրանում, ես դրա համար իրանց թիվ չեմ ասում, որովհետեւ Կասպից ծովը բարձրանում իջնում է, դրանցից իրանց տարածքը փոխվում է։ Մեր տարածքը ֆիքսված է 29743 քառակուսի կիլոմետր։ Սովետական միության բաները, հանրագիտարաններն է, որ նայեք, Ադրբեջանի տարածքը փոխվում է։ Ես այն վաղ նայեցի, ասեցի, ինչ հաշիվ ախի, տարածքը սենց մեծ տատանումներ տալիս։ Կապված է Կասպից ծովի մակարդակի հետ, այսինքն ծովը առաջ է գնում, ցամաքի տարածքը կրճատվում է, ծովը հետ է գնում, ցամաքի տարածքը լայնանում է։ Ես դրա համար եմ մենակ մեր թիվը ասում։ Մեր թիվը պետք է ֆիքսվի։ Երկրորդը, սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարածասահմանները խորհրդային միությունն ենք վերցնում բազային սկզբունք։ Ալմատի, այսինքն խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք։ Բայց եթե տեղեր կա մարդկանց կյանքի համար անհարմարություններ է ստեղծում, ասենք օրինակ կտրվում են ճանապարհից, կտրվում են, չգիտեմ, կոմունիկացիաներից, բնականon իրանց կյանքից, սահմանի այդ հատվածները պետք է օպտիմիզացիայի ենթարկել։ Հիմա օրինակ մենք էլ ունենք դենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ սահմանը գծենք, մեր գյուղերը կարան ճանապարհից զրկվեն։ Իրանք էլ ունեն դենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ դնենք սովետի վաղտվա սահմանը գծենք, իրանց գյուղերը կտրվում են։ Դե էդ եմ ասում, բայց տենց չեմ ասում, քանի վերջնական չենք պայմանավորվել, հիմա եթե եթեր չլներ բան, էլի փակ ընդեղ խոսայինք, ավելի բաց կխոսայինք, բայց իմաստն է նա, որ մենք սահմանազատումով ընենց անում ենք իրար ծակծկենք, մենք ու Ադրբեջանը, թե ընենց անում ենք, ասում ենք լավ եկեք փակենք, որ այս երեխեքի վրա էլ խնդիր չունենա։ Այսօր ֆիքսենք ընենց, որ մարդկանց համար պրոբլեմներ չստեղծենք, ապրող մարդկանց գյուղերի բնակավայրերի համար պրոբլեմներ չստեղծենք ու գնանք առաջ։ Իմ ընկալմամբ պրոցեսը գնում է այդ տրամաբանությամբ, որովհետև քիչ Հայաստանում ու Ադրբեջանում ավելի շատ մարդիկ սկսում են, որ այս խաղաղությունը խաղաղությունը իսկական է։ Ինչքան ավելի շատ մարդ է հավատում խաղաղությանը, այնքան ավելի մեծ է առնելու այդ հնարավորությունը։